Պարոն Հարությունյան, Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները մտել են հերթական բարդ փուլը։ Ռուսաստանի նախագահն ապահարզանի մասին է խոսում ԵԱՏՄ-ից դուրս գալու Հայաստանի կողմնորոշվելու, անգամ Հայաստանի դեսպանն էր Մոսկվայում կանչվել արտաքին գործերի նախարարություն։ Իբրև նախկին դեսպան եւ իբրև վարչապետի թեկնածու դուք ոնց եք գնահատում այս գործընթացները։ Կարող է մի օր պարզվի, որ ԵԱՏՄ-ն մեզ լքել է այնպես ինչպես պարզվեց, որ մենք չենք հապկը լքում, հապկն է մեզ լքել, հապկում մեզ չեն սիրում։ Հիմա տեսնում եք, որ մի օր էլ ԵԱՏՄ-ն մեզ լքի։ Վիճակը լարված է, դա փաստ է, եւ մի քանի հանգամանք կա, որը դրա մասին խոսում են, դա նաեւ որ հանդիպման ժամանակ վարչապետ նախագահ Ռուսաստանի ասվեց, որ կողմնորոշվեք ինչա, որտեղ համատեղ ԵՄ եւ ԵԱԿ ներողություն ԵԱՍ հնարավոր չի գործել։ Դա հրապարակային ասվել, դա մյուսը փուլը դա երբ դեսպանին են հրավիրել արտգործնախարարություն եւ դրա շուրջ խոսակցություններ ա եղել, կանչը դեսպանի արտգործնախարարություն, դա արդեն խոսում է բարդությունների մասին եւ խնդիրների մասին եւ երրորդը դա է, որ մայիսի 9-ին Պուտինը ինքը ասեց, որ սա եթե ուզում եք հանրաքվե անցկացրեք, որոշեք ինչ կոնտեքստ է ես ենթադրում եմ, նա ասում արագացրեք, կողմնորոշվեք եւ այստեղ ինքը այն գիծն է տանում, որ դուք փորձեք աշխատել պատասխան մեզ տալ գնում եք հստակեցրեք ձեր մոտեցումը քաղաքական կամ դեպի իրանք դա է, բացի դրանից, որ հետևում եմ, այնտեղ նաև կոնկուրսի նախագահան շատ կոշտարձական կարեց, то есть հիմա այս պահին կարելի է ֆիքսել հետևյալը, որ լարվածությունը գնում է հաջողական հայ-ռուսական հարաբերություններում, ինչի կդակ բերի, հասկանալի է դա, քանի որ կա երկու կողմ, իսկ մեր պարագայում նաև կան ավելի կողմեր, որոնք շահագրգռված են հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը, կամ հակառակ կողմը, մյուս կողմը, որը ճնշում է Հայաստանին, ստիպում է այլ ճանապարհ գնալ, մենք դառնում ենք մի սուբյեկտ, որտեղ որ բոլորը փորձում են ունենալ իր ազդեցությունը, եւ դրանից է կախված ուր է տանելու, եւ այդ ինչ որ դուք ասում եք, դա որպես տարբերակ հնարավոր է, հիմա հավանականությունը ինչ կան, այս պահին ես դա բարձր չեմ գնահատում, բայց դա հնարավոր է, բայց տենդենսը շատ վտանգավոր է, եւ այստեղ մենք շատ պահեր պետք է հասկանանք, որ այս իրավիճակը կօգտագործի եւ Ադրբեջանը եւ Թուրքիան, եւ մեր թշնամի պետությունները, որոնք կուզենան, որպեսզի մենք միակ դաշնակիցը, որ այսօր կա, փաստաթղթային, մենք իրան կորցնենք, դրանով մենք թուլացնում ենք եւ մեր բանակցային հնարավորությունները նվազում են, իսկ հիմա դուք պատկերացնում եք ինչ է կատարվում, դրա համար ես գնահատում եմ այդպես։ Տեսեք, Ադրբեջանին, Թուրքիային դուք թշնամի պետություններ անվանեցիք, բայց Եվրամիության գագաթնաժողովում Թուրքիայի կողմից բանակցողը պարոն Քլչը հայտարարեց, որ ինքը Հայաստանում իրեն տանն է զգում եւ մեր իշխանություններն ողջունեցին եւ փաստացի Եվրամիության գագաթնաժողովը դարձավ հակառուսական եւ հակաամերիկյան հայտարարությունների պլատֆորմ, որին որ պատասխաններ չհնչեցին հայկական կողմից։ Դե նայեք, ես չանվանեցի թշնամի, ես ասեցի գործընթացը գնում է այս Ադրբեջանի մասով, Թուրքիայի մասով իր գործողությունները դա սպառնալիք է եւ ասենք թե հասկանում դա տարբեր բաներ է, սպառնալիք է այսօր, եւ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, դու չես կարող ասել, որ ինքը քո գործընկերն է, չես կարող ասել, դու չես կարող ասել, որ ինքը քո դաշնակիցն է, հասկանում եք, ամեն ինչ ունի իր օրինական, իր գիտական
գնահատականը սա է։ Հիմա որ իրանք եկել են այստեղ մասնակցել են, դա ուրիշ խնդիր է, որ սա անկալվեց Ռուսաստանի կողմից բացասական եւ ոչ թե միայն հավաքը չի։ Ռուսաստանը ասեց, այլ այն ինչ որ Զելենսկին այստեղից հնչեցրեց սպառնալիք, դա Ռուսաստանում ակնհայտ է եւ ընդունվեց շատ բացասական։ Եվ դրա մասին բազմիցս ասվել է եւ դա ընկալվել է որպես քայլ ոչ բարեկամական, այդպես էլ որակողմություն։ Այնպես որ սա է վիճակը, բայց այստեղ նույնիսկ եմ ասում, փաստերը կարելի է շատ խոսել դրա մասին։ Այստեղ խնդիրը նրանում է, որ այստեղ բանկա հակամարտություն, ոչ թե հակամարտություն, այլ հարցեր, որոնք դաշնակից պետությունների մեջ չպիտի լինեն։ Ու գնահատում ենք տենդենսը, որ գնում է սրացում է հարաբերությունների։ Իսկ ուր կտանի, դա կախված է եւ Ռուսաստանը, ոնց կգնահատի։ Ինքը կարող է սա գնահատել մի ձևի, որ սա թշնամական քայլ է, մի գործողություն կանի։ Ինքը կարող է գնահատի, որ սա ժամանակավոր քայլեր է։ Հայկական կողմը ոնց կգնահատի։ Հայկական կողմը ասենք թե ինքը կարող ասի կոմպլեմենտար քաղաքականություն են վարում, որպեսզի ապահովեմ իմ անվտանգությունը, ժամանակ շահեմ եւ այսպես բաներ անի, բայց չի գնում, որպեսզի ԵԱՏՄ-ից դուրս գա, հապկից դուրս գա։ Մենք հապկից դուրս չենք եկել, չզարասենք, բայց դուրս չենք։ То есть քայլեր այդպես ձևակերպում, որոնք անդառնալի են, արված չի։